Ես ուզում եմ նշել այս դեպքի մասով, որ նախ դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ որ ունենք այսպիսի դեպք, ամբողջ իրավապահ համակարգը այս պայծրությամբ աչոչ կերպով դիտարկում է դեպքը, ունենք հաղորդում, որը փոխանցել են քննչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում, սկզբից ունեինք անձնույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել, հավելյալ մանրամասներ այս պայծրությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետքեր նախնական տվյալներով հայտնաբերվել, այս պայծրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ, վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում եւ ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կհանրայնացնենք։ Նախարար, որ ասում եք առաջին նման դեպքն է, ինչ նկատենք, որ այդ տարիքի երեխայի մոտ այդպիսի բան է հաստատվել, թե ինչ միշտ մանրամասներ։ Այո, ընդ որում, քանի որ երեխան տեղափոխվել է նաև բժշկական հաստատություն, սկզբից անհասկանալի է նաև ծնողների համար եղել, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել, բայց հետագայում, քանի որ ունեցել ենք առաջնային մասնագիտական կարծիք, թմրամիջոցի հետքեր հայտնաբերվել, բնականաբար բոլոր ուժերը լարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում եւ արդյոք գործ ունենք վերջնական փորձաքննությամբ թմրամիջոցի այս պահին որևէ վարկած, որ կարող եք ասել ինչ է տեղի ունեցել։ Տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի են գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները եւս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետեւ ի սկզբանե որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին, դրա համար մի փոքր աշխատենք ավելի ինտենսիվ, շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք։ Դպրոցում էլ ինչ որ Ոչ, նմանատիպ դեպք չունենք, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին ենք նաև ուշադրության կենտրոնում պահել եւ դպրոցին, որպեսզի հասկանանք ռեալ պատկերը ինչպիսին է եւ եթե կա լրացուցիչ այլ անձ ներգրաված թեմայում անպայմանորեն դա Սարգսյան մի կարճ ճշտող ով տվել է այդ ենթադրյալը բանակով։ Այս պահին վերջնական հիմնականացված անձ չունենք, Նարեկ ջան, ես նշեցի, որ տարբեր վարկածներ են քննարկել, տարբեր անձանց ենք նույնականացրել, բայց վստահ եմ գիտեք, որ իրավական process-ը պիտի պատշաճ շեմ ունենանք նաև հաղթահարելու, որ վստահ ասենք, որ տվյալ անձն է ներգրաված, կարծում եմ կարճ ժամանակ անց հանդես կգանք ճշգրիտ հայտարարություն, մի ճշտող հարց է։ Ամբողջ դասարանում միայն այդ երեխայի մոտ է հայտնաբերված։ Այո, մի անձի մասին։ Կներեք, ելի նորից ճշտեմ, որ դուք ասում եք առաջին դեպքն է, մի հատ կասեք նորից ինչ առաջին այդ տարիքի այդ տեսակի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման։ Նմանատիպ իրավիճակ առաջին անգամ է, որովհետև մինչ այս պահը ինչ ինֆորմացիա որ հանրայնացվել է նաև հանրային տիրույթում, բոլորը ճշգրտվել են նմանատիպ իրավիճակներ չեն եղել, ընդ որում մենք հորդորել ենք նաև նմանատիպ գրառումներ կատարողներին հանդես գալ հանցագործության մասին հաղորդում, 0 հաղորդում ենք ստացել այդ մասով, Մղջյանի դեպքի մասով վստահ եմ գիտեք, որ ի սկզբանե հայտարարվում էր, որ թմրամիջոց է, բայց թմրամիջոց չի եղել եւ այսպես շարունակ եւ բնական է որ ցանկացած մտահոգող ազդակ մեզ համար կարեւոր է այս դեպքը ամբողջ ուշադրության կենտրոնում է իրավապահ համակարգի եւ վստահ եմ որ կարճ ժամանակ անց ամբողջ պատկերով հանդես կգանք հայտարարությամբ երեխան կարողանում է շփվել ինչ որ տեղեկություններ անել որտեղ նախնական բանին է ունի այսինքն ինքը պատմել է այս պահի դրությամբ երեխայի վիճակը ըստ մեր տեղեկությունների արդեն իսկ փոփոխության է ենթարկվել որոշակի շփումներ նաեւ եղել են երեխան ինքը որոշակի տվյալներ է նաեւ հաղորդել բայց հաշվի առնելով թեմայի նրբությունը եւ զգայունությունը հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ այլևս անդրադարձ Այսօր է հայտնի տվյալներ թե 3 տիկին նախարար ինչպես նախապես գրված էր բժշկական հաստատության հետ եւս աշխատում ենք, դա նախարարության տիրույթում չի գտնվում, որպեսզի ես վերջնական այս պայծրությամբ տվյալները հանրայնացնեմ եւ կարծում եմ ճիշտ էլ չէ վարույթի շրջանակներում առողջական վիճակի մասին որևէ տվյալ իմ կողմից հանրայնացնել, ես այսքանով եզրափակեմ նշելով որ արժանահավատ համարվել է Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ երեխայի նշած ցանկացած տվյալ վստահ եղեք որ ստուգվում է։ Տիկին Սարգսյան այլ թեմայով Չէ, մի հացել էս թեմայով, չէ, ընդհանուր պատկերը մի հատ, եթե կարելի է։ Այլ բան չունեմ ուղղակի ասելու այս դեպքի հետ կապված, չէ, ընդհանուր առմամբ դպրոցականների շրջանում կարող եք ասել ինչ պատկեր կա հիմա Հայաստանում, կա ինչ առիթ ունեցել եմ 25 թվականի տարին ամփոփելու ժամանակ էլ, ձեզ հետ ցանկացած շփման ժամանակ էլ նշելու, որ մենք անչափահասների մասով որևէ մտահոգիչ պատկեր չունենք, որովհետև մեր վիճակագրական բազան մշտապես մինչև 10 դեպքի շրջանակներում է տատանվել վերջին տարիներին եւս։ Ես բազմիցս
նաև շեշտել եմ սրա կողքին, որ ինձ համար կարևոր է կենտրոնանալ անչափահասների եւ երիտասարդության վրա, որովհետեւ նրանք են ձևավորում առաջիկա տարիներին հանրային անվտանգության այն մակարդակը, որը որ մենք ունենանք, եւ կարևոր է, որ այս հատկապես հատվածում այս անձանց նկատմամբ հսկողությունը շատ ավելի ուժեղ լինի եւ եթե կա անհանգստացնող դրվագ, դա մինչեւ վերջ մենք կարողանանք բացահայտել, շղթան հասկանալ, որ հետագայում նման դեպքերը ավելի ճշգրիտ կարողանան կանխատեսել։ Սարգսյան, երեք կառավարության նիստով մի չզեկուցվող նախագիծ ընդունվեց, որը եթե չեմ սխալվում 300 միլիոն դրամի էլեկտրոնային ձեռնարկղներ է ներքին գործերի նախարարությունը գնում, ինչ նպատակով։ Դա կարծում եմ ոչ մի տարօրինակ բան չկա, ընտանեկան բռնության Չգիտեք, մեկի արժեքը 2 միլիոն դրամ է մի հատի արժեքը։ Հիմա բացատրեմ։ Մենք ունենք ընդունված օրենսդրական նախաձեռնություն, որով ընտանեկան բռնության շրջանակներում ընտանեկան բռնության զոհի եւ բռնարարի նկատմամբ կարող է կիրառվել նմանատիպ էլեկտրոնային հսկողություն, որպեսզի եթե օրինակ կա միջոց, որ պիտի չմոտենալ զոհին 50 մետր կամ 100 մետր, համապատասխան միջոցներ են տրամադրվում թե բռնարարին, թե զոհին, որպեսզի ցանկացած խախտում այս միջոցի կիրառման կարողանանք մենք թվային պատկերով տեսնել եւ անմիջապես ռեակցիա տալ, որպեսզի հետո այն խոսակցությունը չլինի, որ ես չէի մոտեցել, ես այս խախտումը չէի արել, չկարողանանք դա հիմնավորել եւ այսպես շարունակ եւ այս համակարգերը ըստ էության միջազգային տարբեր երկրներում կիրառություն ունեն, մի քանի ընկերություններ կան, որոնք համաշխարհային մակարդակում սպասարկում են այս կարիքը, ընդ որում սպասարկում են թե ընտանեկան բռնության զոհերի մասով, թե տնային կալանքի տակ գտնվող անձանց մասով եւ դա ոչ թե վերաբերում է ընդամենը մի միջոցին, այսինքն մի թևնոցին էլեկտրոնային, այլ դա վերաբերում է ծրագրային ապահովմանը, սերվերային համակարգին, ընդհանուր սխեմային, որովհետեւ դա միայն մի գործիքը չէ եւ կարիք կա նաեւ անընդհատ թարմացնելու այս համակարգը լիցենզիոն տարբեր ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր կան, բաց թափանցիկ մրցույթ են ունեցել մրցույթում ունեցել ենք հաղթող եւ այս պայմաններում կարիք կա նաեւ ֆինանսավորում ապահովելու, որպեսզի պայմանագիրը կարողանան կնքել եւ ներդնել Հայաստանի Հանրապետությունում այս կարեւոր համակարգը, որը ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում կարծում եմ կարեւոր փաստահեն գործիք նաեւ կծառայի թե մեզ համար եւ թե նաեւ ընտանեկան բռնության զոհերի համար։ Տիկին Սարգսյան, ուժեղ Հայաստանը դիմել է կենտրոնական իշխանական հանձնաժողով պահանջելով անվավերժանացել ընտրությունների, չեղարկել ընտրությունների արդյունքները։ Ձեզ կա՞ դրա անհրաժեշտությունը։ Ես ուզում եմ փաստել նորից, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին բոլոր հնարավոր գործիքակազմերը հետևելու այդ ամբողջ գործընթացին եւ հավաստիանալու, որ ընտրական process-ները պատշաճ են կազմակերպված, ընդ որում ընտրատեղամասերում ունենալու վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաեւ դիտորդներ, ընտրատեղամասերում տեսահասկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն, որոնց եւս հսկում են տարբեր ներկայացուցիչներ եւ կարծում եմ այս ամբողջ process-ի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի, որովհետեւ ես հակառակն եմ ընդհուպ տեսել, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր փաստեր են հանրայնացվում, փաստեր, բայց իրենց գնահատման փաստեր, որոնք որ տարածվում են նաեւ համացանցում տարբեր օգտատերերի կողմից եւ երբ որ մենք օգտատերերին խնդրում ենք ներկայացնել փաստ, ինչի հիման վրա են այդ տվյալը հանրայնացրել եւ խնդրում ենք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, որովհետեւ վստահ եմ, որ չեք կասկածում, որ մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր խախտում մենք բացահայտենք եւ դրան ռեակցիա տանք։ Այս մասին է եղել մեր ամբողջ գործունեությունը վերջին ամիսներին հատկապես եւ տվյալ օգտատերերը հրաժարվել են պարզապես ներկայացնել հաղորդում, որովհետեւ նշել են, որ ուղղակի արտատպել են, օգտագործել են քաղաքական տարբեր ուժերի կողմից օգտագործվող նյութերը եւ երբ որ մենք համադրում ենք այդ նյութերը իրական արձանագրությունների հետ, նկատում ենք, որ որևէ տարբերություն չկա, հակառակը գործընկերները նաեւ հանդես են գալիս հայտարարություններով եւ ներկայացնում են, որ սխալմունք է տեղի ունեցել կամ վրիպակ է տեղի ունեցել եւ այսպես շարունակ մենք շարունակելու ենք մեր մոնիտորինգը ամբողջ ծավալով եւ եթե լինեն որևէ հարցեր, որոնք որ կարիք ունեն ռեակցիայի, անպայման կտանք այս ամբողջ ժամանակահատվածում թե քարոզարշավն ենք այսպես անցկացրել եւ թե նաեւ ընտրությունների օրը քարոզարշավի շրջանակներում ուզում եմ նորից արձանագրել, որ բոլոր քաղաքական ուժերը ունեցել են պատշաճ պայմաններ քարոզարշավի իրականացման համար եւ անկախ նրանից թե որ քաղաքական ուժի կողմից է իրականացվել որևէ ինչ որ process կամ որ քաղաքական ուժի նկատմամբ է իրականացվել որևէ process,
բոլոր հարցերը արձանագրվել են, հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմնին, իրականացվում են այս պայծրությամբ անհրաժեշտ միջոցառումները։ Կարծում եմ այս տեսանկյունից որևէ մեկը որևէ նույնիսկ բողոքի հայտ ներկայացնել չի կարող, եւ եթե ներկայացին, դա կլինի առարկայազուրկ։ Ընտրությունների օրը եւս ամբողջ ծավալը ոստիկանական ռեսուրսը ուղղված է եղել թե ընտրատեղամասերի պահպանությանը, թե ընտրական ընդհանուր process-ների պատշաճեցկողությանը, որոնք որ նախարարության մանդատի շրջանակներում են։ Նորից եմ ուզում շեշտել, բոլոր հարցերը, որոնք որ եղել են թե մեր տեսադաշտում եւ թե նաեւ անձանց կողմից է ներկայացվել հաղորդում, անխտիր բոլորը ներկայացվել են նախաքննական մարմին, որոշ դրվագներով իրականացրել ենք ստուգողական աշխատանքներ եւ ստուգողական աշխատանքներում երբ որ ոչինչ չենք հայտնաբերել, բնականաբար անիմաստ քննչական մարմիններին չենք ծանրաբեռնել այս տեսանկյունից եւ նախարարության մանդատի ներքո կար նաեւ ընտրացուցակների կազմակերպման մշակման հետ կապված հարցերը, բազմաթիվ մանիպուլացնող հրապարակումներ նաեւ այս մասով եղավ, բայց վստահ եմ, որ պարզաբանումները ավելի քան բավարար հավաստիանալու, որ դրանք իրականում մանիպուլատիվ տեղեկություններ են։ Կենսագրության տեղեկություններ ունի ՆԳՆ Ռուսաստանից քանի քաղաքացի եկել է ընտրական շրջանում։ Բնականաբար թե ներքին գործերի նախարարության կողմից, թե ազգային անվտանգության ծառայության, թե արտաքին հետախուզության ծառայության կողմից թեման ուշադրության կենտրոնում է։ Այս պահին թվեր հրապարակել չէի ցանկանա, բայց վստահ եմ գիտեք, որ ամբողջը մեր տեսադաշտում է։ Ունեցել ենք նաև վարույթներ, որոնցով անցնում են այո նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները, ընդ որում ունենք ձերբակալումներ նրանց շրջանում, բայց ուզում եմ նորից շեշտել, ամբողջը իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հայտնաբերել ենք, որ եղել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ իրենք որևէ ձևով խոչընդոտել են որևէ ընտրողի ընտրական իրավունքը, ապա նրանք բնականաբար ենթարկվել են մեր կողմից ձերբակալման եւ նրանց հանձնել ենք նախաքննական մարմին, օրինակ դեպք է եղել ընտրական իրավունքին խոչընդոտելու մասով, անձանց հավաքագրման մասով եւ այսպես շարունակ, այս պայն շատ դետալներ չեմ ուզում հանրայնացնել, որովհետեւ թիվ այս պայծրությամբ ասել չեմ կարող, որովհետեւ process-ները շարունակվում են, ես նիստի ժամանակ էլ նշեցի, որ մեր կյանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, մենք շարունակում ենք օպերատիվ հետախուզական միջոցառումները, քննչական մարմինները շարունակում են նախաքննության իրականացումը եւ ես վստահ եմ, որ հաջորդիվ կտեսնեք, որ ելի ձերբակալումներ կան եւ ելի եթե կարիքը լինի նաեւ ավելի խիստ խափանան միջոցի կիրառման դեպքեր։ Իսկ Սարգսյանն մի հարց էլի, քանի որ ընդդիմությունը անդադ շահարկում էր, որ մահացած մարդկանց անուններ են ցուցակներում, խնդրեմ ասեք, երբ են տպվել այդ ցուցակները, որտեղ բնականաբար վերջին օրով չէին տպվի եւ այդ ընթացքում հնարավոր է մահանալ։ Բնականաբար մենք ունեցել ենք նախնական ցուցակի հրապարակում, ունեցել ենք վերջնական ցուցակի հրապարակում, որը վստահ եմ գիտեք, որ հենց հունիսի 7-ը չէ, այսինքն դրա նախորդող ժամանակահատվածում են տպագրվել։ Մենք աշխատել ենք նաև քաղաքացիական կազմության ակտերի գրանցման գործակալության հետ, ով որ արձանագրում է մահվան փաստերը, հնարավորինս ֆիլտրել ենք բոլոր ցուցակները, ընդ որում process-ն այնքան թափանցիկ է եղել, որ մենք ես չեմ հիշում ընտրություն, որի ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունը այսչափ լայն հանրային իրազեկումներ իրականացնի եւ անընդհատ ուշադրությունը հրավիրի մեր բոլոր քաղաքացիներին դեպի ընտրացուցակները։ Մենք բազմաթիվ ձևով հանրայնացրել ենք, բազմաթիվ մեթոդներով հանրայնացրել ենք ընտրացուցակները, կոչ ենք արել մեր քաղաքացիներին դիտարկելու դրանք, եթե կան անճշտություններ կամ եթե կան հաշվառումներ, որոնց հետ իրենք համաձայն չեն, դրա մասին կարող են բարձրաձայնել։ Մենք այս ընթացքում ցանկացած ազդակի տվել ենք համապատասխան ռեակցիա, եթե եղել է ճշգրտման կարիք, ճշգրտում իրականացրել ենք, ընդ որում մահացածների մասով այդ շահարկումը ես կարծում ուղղակի անիմաստ է այս ժամանակահատվածում հատկապես, որովհետև եթե նույնիսկ լինի որևէ մահացած անձի տվյալ, որը մինչև վերջին պահը բնականաբար հնարավորություն կար օբյեկտիվորեն չճշգրտելու, հաշվի առնելով, որ ընտրություններից բավական ժամանակ առաջ է հրապարակվում վերջնական ցուցակը, ուղղակի կարող են պարզ համադրություն անել, տեսնել այդ անձը եկել է քվեարկության, թե չի եկել, շատ պարզ են մեր մեթոդները, ամեն ինչ շատ թափանցիկ է եւ ես վստահ եմ, որ դրանք ուղղակի ընդհանուր խոսույթներ են, որոնց ներքո որևէ փաստ, որևէ մեկը ներկայացնել չի կարող։ Կային որտեղ մի քանի տասնյակ ընտրողներ էին հաշվառված։ Նարեկ ջան, դա էլ ենք պարզաբանել, ես վստահ եմ, որ դուք բոլորդ հետևել եք այդ պարզաբանումներին, որովհետև մենք տեղեկացնում ենք մշտապես, որ երբ որ ես օրինակ բնակարան եմ ձեռք բերում, նախկին սեփականատերը կարող է ունենալ հաշվառումներ, որոնք որպես կանոն մենք ուշադրություն չենք դարձնում այդ հաշվառումներին եւ չենք հանում տվյալ հաշվառված անձանց մեր բնակարանից որպես սեփականատեր։ Բայց նախնական ցուցակների հրապարակումը հենց դրա համար է, որ դու որպես քաղաքացի տեսնես, թե քո բնակարանում ովքեր կան գրանցված, եւ եթե դու հաշտ չես տվյալ գրանցումների հետ, դիմես եւ անմիջապես հաշվառումները դուրս կբերվեն։ Բայց քանի որ այդ թեզը անընդհատ քննարկվում է այն ֆոնին, որ այ գրանցել են, որ գնան քվեարկեն, սա ուղղակի առարկայազուրկ թեզ է, որովհետեւ հաշվառումը չի որոշում ընտրական իրավունք դու ունես, թե չունես։
Հաշվառումը կարող է որոշել բացառապես այն, թե դու որ տեղամասում կարող ես քվեարկել։ Այսինքն ընդհանրապես սա պրակտիկ գործիք է պետության ձեռքին, որ կազմակերպենք ընտրություններն այնպես, որ տեղամասերում կուտակումներ չլինեն եւ մենք ինքներս պատկերացում ունենանք, թե որքան ընտրող պոտենցիալ կարող է գնալ տվյալ ընտրատեղամաս։ Ընտրական իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այլ հանգամանքներից։ Այսինքն պահանջները երկուսն են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի 18 տարին լրացած անց ընտրության օրը։ Մնացյալ բոլոր հարցերը բացառապես կազմակերպչական բնույթ ունեցող հարցեր են եւ կարծում եմ այս տարի հատկապես նմանատիպ թեմաները անընդհատ նորից քննարկելը ավելի ուղղակի առարկայազուրկ է դարձնում այն բոլոր պնդումները, որոնք որակվում են հատկապես որպես ընտրակեղծ։ Իսկ անձնագրերի տպագրությունը ինչ փուլում է, դեկես հարցը։ Այս պահին բավական ակտիվ փուլում են գտնվում, վերջնականացրել ենք դիզայնը, առաջիկայում կարծում եմ եւս մի անգամ առիթ կունենամ այցելելու Նիդերլանդների համապատասխան արտադրամաս եւ արդեն 26 թվականի աշտանը կմատուցենք այս ծառայությունները պատշաճ կերպով մեր քաղաքացիներին։ Առաջիկայում նաեւ գրասենյակների մասով որոշակի տեղեկատվություն կտանք, թե որտեղ են հատկապես լինելու, որովհետեւ երկփուլ ենք նախատեսում, նոր որակի, նոր ստանդարտի գրասենյակները կշահագործենք, հետո դրանց թիվը ավելի կավելացնենք։ Շնորհակալություն, լավ օրը։